որն է Հայաստանի թիվ 1 էգզիստենցիալ հարցը։ Մի արգենտինացի մասնագետ կար, որ մեզ ֆուտբոլի օրինակի վրա բացատրում էր, որ մեծ համակարգերը, որ շատ մեծ են, ստիպված է խնդիրը բաժանել կտորների։ Broadcom-ում որտեղ ոնց որ մեկտեղված են բիզնեսը, տեխնոլոգիան եւ թիմային աշխատանքը, ինչպես է տեղի ունենում բարդ խնդիրների ձևակերպում եւ լուծումը։ Մենք բոլորս ունենք ինչ-որ մարդկանց ցուցակ, որոնց հարցիկին քիչ թե շատ վստահում ենք իրենց ինտուիցիային։ Մտածողությունը նախ եւ առաջ անորոշությունների դասակարգումն է, ոչ թե գիտելիքի։ Ողջույն, բունի եթերում նորից Բարդ Մարտն է եւ ձեզ հետ են ինչպես միշտ բանաստեղծ Կարեն Անտաշյանը եւ հոգեբան Սոնա Մանուսյանը։ Այսօր խոսելու ենք բարդ կամ համալիր խնդիրներից եւ ոչ պակաս համալիր լուծումներից եւ այս հարցերը քննարկելու համար մենք այսօր հյուրընկալել ենք Broadcom ընկերության ինժեներական տնօրեն, գիտուժ անդամ եւ Հայաստանում գիտության զարգացման մեծ աջակից Խաչիկ Նազարյանի հետ։ Ողջույն Խաչիկ։ Խաչիկ, տեխնոլոգիական համակարգեր, տնտեսական շուկաներ, միջազգային հարաբերություններ, էկոլոգիա, անհատների վարքագիծ, այս բոլորը այսօրվա ցանցային աշխարհում փոխկապակցված մի ամբողջություն են, որոնք հնարավոր չի տարանջատ դիտարկել, այսինքն տարբեր ոլորտների մասնագետներ, ինժեներներից մինչև քաղաքական գործիչներ, փաստորեն գործ ունեն բազմագործոն եւ բազմաշերտ խնդիրների հետ։ Որպես երկար տարիներ բարդ կամ համալիր խնդիրներով զբաղվող, դրանց լուծմամբ զբաղվող մասնագետ, ինչպես կսահմանես, ինչ ասել է համալիր խնդիր կամ բարդ խնդիր։ Երևի հաղորդման անունը պետք է դնենք բարդ հարցեր, տեսեք Բարդ մարդու բարդ հարցը։ Երբ որ փորձառություն ունես ու քո զգացողությամբ իրական բարդ խնդիրներ լուծելու, որպես օրենք կլասիֆիկացիայի խնդրի բարդության տեսանկյունից կլասիֆիկացիայի փորձառությունը ավելի համեստանում է, որտեղ հետադարձ հայացքով է, որ շատ ես լուծում, միշտ վերանայում ես այդ խնդիրը վերջը բարդ էր, թե ավելի պարզ էր, որպես օրենք եթե լուծել ես, համեստացնում է քո կլասիֆիկացիան, պարզացնում է, այսինքն հաջորդ խնդրին վերաբերվելուց հիշում ես, որ այն ժամանակ էլ էիր մտածում բարդ է, բայց իրականում այդքան բարդ չի, բայց միևնույն է որոշ ասպեկտներ մնում են, կոմոդ որ ինչ-որ ինստիտուցիոնալ մեթոդ առաջանա, թե ոնց գնահատես նոր խնդրի դեպքում։ Բարդության աստիճանը, հա։ Բարդության աստիճանը։ Իմ համար առաջինը ոչ ամենակարևորը, բայց առաջինը ժամանակային ֆակտորն է, եթե ակնհայտ է խնդրից, որ իր լուծման համար երկար ժամանակ է պահանջվելու, ապա դա խնդրին բարդացնում է։ Պարզ պատճառը ինչի է բարդացնում, որովհետև եթե երկարատևում լուծում է, ապա ընթացքում խնդիրը փոխվում է, պայմանները փոխվում են, միջավայրը փոխվում է, տվյալները շատանում են, քչանում են, պետք է կարողանաս հարմարվես նոր իրավիճակին։ Քիչ դժվար է պատկերացնել, այդ ոնց է իմանում խնդրի այն սկզբից, որ ակնհայտ է, որ երկարատևելու լուծում է։ Պարզ օրինակը մեր կենցաղից երեխա ունենալ դեռ ոչ մեկ չի հնարային ամսից ավելի արագ անելու ձև, որոշ խնդիրներ բավական ակնհայտ է, որ երկար է։ Ժամանակային ֆակտորը կարևոր է։ Մյուսը ձեր արծի մեջ էլ կար, եթե բազմագործոն է, մուլտիդիսցիպլինար մասնակցություն է պահանջում, որպեսզի խնդիրը լուծվի, մեկ մասնագիտացում, մեկ ոլորտ բավարար չի, էլի ցուցիչ է, որ խնդիրը մեծամասնականությամբ բարդ է։ Բայց ամենաբարդացնող ֆակտորը իմ փորձառությունից դա մարդկային ֆակտորն է։ Եթե խնդիրը պահանջում է շատ մարդու ներգրավվածություն, այսինքն մենակով լուծել անհնար է, ապա դա պահանջում է համագործակցություն, փոխհստացություն, ու դա էապես բարդացնում է խնդիրը, որտեղ որպես օրենք, մանավանդ որ շատ փորձ ունի խնդրի լուծելուց, այդ մասը համարում է ավելորդություն, տհաճություն, որ պետք է սրան համոզեմ, պետք է ինձ հետ բանակցեմ, փոխհստացություն ձեռք բերեմ, ջանքներ դնեմ, որպեսզի այդ հարաբերությունները փոխհստացությունը այդ մարդկանց միջև ձևավորվի։ Իդեպ մենք ունենք նաև այդ անդրադառնալ ենք անպայման ուզում այդ մարդկային գործոնին, երևի այնք արժանիա, որ մի քիչ երկար խոսենք նաև որպես։ Հա, ինքը էապես բարդացնում է, ու հատկապես այն տհաճությունը, որ դա առաջացնում է, խնդիր լուծողի մոտ, որ դա համարում է ոչ խնդրի մաս, որտեղ խնդրի ձևակերպման մեջ դա այդպես
չկա։ Որ մարդն էլ է դրա մասին։ Դա խնդրի մասը կազմում ու բավական երկար է, նույն թե երիտասարդների հետ աշխատելուց ուզում ես ինչ-որ ձև կոպորտարությունը փոխանցնես, դա ամենադժվարն է տրվում, որ դա գործի մաս է, դա խնդրի մաս է, դա կարևոր է, պետք է հարաբերությունների վրա ներդրում անել, պետք է կրեդիտը կուտակես, դա գործի մաս է, դա խնդրի լուծման մաս է։ Այսինքն հոգեբանական նաև գիտելիքի կարիք կա, ուզում եմ առիթ օգտագործեմ, այդ ոնց որ ներմուծեմ։ Շարունակելով այդ կետից, երբ որ ընդգծեցիր խնդրի լուծման ճանապարհին այն ձևակերպելու կարևորությունը։ Երեք մենք մի ընկերախմբով Հայաստանի մասին մտահոգ մի ընկերախմբով, ինչպես միշտ խոսում ենք Հայաստանի բարերից, որտեղ նաև ներկա էր մեր հարգելի հյուրը, ինձ թվում է բոլոր Հայաստանում բոլոր խնջիկներն են ի վերջո վերջանում այդ հարցի քննարկումով եւ այդ հարցը սենց է հնչում, որն է Հայաստանի թիվ 1 էգզիստենցիալ հարցը։ Այնտեղ իհարկե կարծիքները ինչպես սովորաբար լինում է բաժանվեցին, այսինքն արդյոք մենք թիվ 1 խնդիր պետքա դնենք մարդկանց ֆիզիկական փրկությունը, այսինքն բնաջնջումից փրկությունը, թե Հայաստանի պետականությունն ամենակարևոր։ Արդյոք մենք պետքա առաջին տեղում դնենք մշակույթը, մշակութային ինքնության պահպանությունը, որտեղ առանց այդ ինքնության պահպանության ոչ այդ սուվերենությունը, ոչ մարդիկ կարծես թե կվերածվեն ինչ-որ տնտեսական միավորի։ Մի խոսքով, այսինքն ըստ էության բարդ խնդրի ձևակերպումը հենց ինքը ամենաբարդ խնդիրն է, տենց թվաց ինձ։ Ուզում եմ քո աշխատանքային փորձառությունից կիսվես մեզ այդ բազմաթիվ բարդ խնդիրներ իբրև խնդիրներ լուծած անձնավորություն։ Արդյոք եղել է այդպես դեպք, որ խնդրի ձևակերպումը միանգամից կես քայլ առաջ արել դեպի նրա լուծումը, այսինքն ամենաբարդը հենց լուծման մեջ խնդրի ձևակերպումն է եղել։ Հա, երևի ամենահաճախ պատահողն է, դա էլ է միջալուծես չնշեցի, բայց ցուցիչներից մեկն է խնդրի բարդության, եթե իր ձևակերպումը լուծման ընթացքում էականորեն չի փոխվում, մեծ հավանականությամբ սխալ ճանապարհի վրա ես, կամ ինքը ուղղակի խնդիրը բարդ չէր։ Հա։ Բարդ խնդիրների դեպքում իրոք ինքը էապես վերաձևակերպվում է մի քանի անգամ ու վերջնական տեսքը շատ է տարբերվում սկզբնական տեսքից։ Հենց այդ ասույթը, որ խնդրի ճիշտ ձևակերպումը լուծման կեսն է, կատակ չի, լրիվ իրականություն է։ Որ խնդիրները շատ է լուծում, դա անընդհատ համոզվում է։ Իմ փորձառությունից ամենահաճախ պատահող իրավիճակը, որ ոչ թե այդ խնդիրն է պետք լուծել, այլ այն գործոնը, որ այդ խնդրի ձևակերպման մեջ մասնակցում է, պետք է վերացնել ուղղակի։ Իրահատական։ Հաճախ կլսեք գործադիր շատ փորձ ունեցող մարդկանցից, եթե շփվում եք իրենց հետ, որ ասում են, ես էլ եմ հաճախ ասում, պետք չի օպտիմիզացնել այն, ինչ պետք է վերացնել։ Մենք հաճախ խնդիրը շփոթում ենք այդ խնդրի կամ իրական խնդրի ազդեցության հետ։ Որ ազդեցության հետ, այսինքն այն վնասի են հետևանքի հետ վիճել հնարավոր չի, դա ակնհայտ երևում է, ու մենք որ խնդիրը ձևակերպում են, ասում ենք, հա, ընդունելի է, բայց իրականում հետևանքն ենք ուզում վերացնենք, բայց պետք է այդ սխալ ձևակերպված խնդրի մեջ որևէ գործոն իրականում պետք է վերացնել եւ ոչ թե օպտիմիզացնել, որ հետևանքը վերանա։ Դա իմ հետ պատած ամենահաճախ դեպքն է։ Այդ կակրած երեկվա հավաքին եթե հիշում ես, ես անդադ տանջում էի, որ ինձ հստակ ասի, թե որ խնդիրն ենք ուզում լուծենք։ Այո, ու երբ որ դնում ես հարցը, որ նախ եկեք ձևակերպենք, թե ինչ խնդիր ենք ուզում լուծել, շատերը շփոթվում են, որովհետև միանգամից արդեն լուծումներ ունեն, բայց չգիտեն թե որ հարցի լուծումներն են դրանք։ Լավ բաներ են, գիտեն որ լավ լուծումներ են, բայց արդյոք դրանք։ Այս ճիշտ ձևակերպումը խնդրի շատ մեծ էներգիա է տալի։ Որ այո, մոտիվացնող, այսպես էլի համեստացնող բան ունի, ազդեցություն ունի խնդրի լուծողի վրա։ Որովհետև շատ հաճելի է խոսալ խնդրի ձևակերպումից, ժամերով, իր լուծումից հետ գալ առաջ գալ եւ այլն, բայց ոչ մի ձև էներգիա չի տալի, որ գնաս իրական լուծման։ Միայն էներգիա է տալի խոսալու։ Հա։ Բայց ճիշտ ձևակերպումը միանգամից զգում է
այդ դաշտում դինամիկ զգացում, որտեղ մենք կոնսոլիդացիա առաջանում դրա լուծման վրա, դու այդ էներգիա առաջանում։ Հոգեբանության մեջ ասում ենք sense ահա ապրում են, որ ասում ես ահա ապրումը միանգամից ինտուիտիվ ընկնելու ինչ որ մի բան, հա։ Մեր երեկվա ձևակերպումների մեջ օրինակ հաճախ մեկ-երկու ձևակերպումը այնպեսին էր, որ վերականգնելի հետևանք կարող լիներ։ Վատ, բայց վերականգնելի։ Եվ կար ձևակերպում, որը չվերականգնելի է, հա, օրինակ ֆիզիկական ոչնչությունը անդառնալի է, ու դա միանգամից այլ ահա էֆեկտ առաջացնում, որ եթե իրոք այդպես է, այո սպասել են հնարավոր։ Վերջերս փորձ, որ ինչ որ մի հատ տենց հայաստանյան խնդիր քննարկացնենք ու խնդրի ձևակերպման ժամանակ ունենանք այդ ահազգացումը։ Մի քիչ հա, ինձ թվում է, հա, օրինակ ինձ որ համոզիչ է հնչում էգզիստենցիալ պրոբլեմը, ֆիզիկական ոչնչացման խնդիրը, մոտ այդ ահա էֆեկտը առաջանում է, շատ դժվար են իհարկե համոզում, որ դա իրական է, ոչ նրա համար, որ ես կասկածում եմ դրա իրական լինելուն, այլ շատ կարևոր է տանջել, որ հարցադրումներով, որպեսզի իրոք խնդիրը լավ ձևակերպի։ Ուզում մի բանի համար, եթե իրոք ուզում ես լուծես, եթե ուղղակի ուզում ես հաճելի ձևակերպումներ տաս ու հաճելի զրույց ունենաս, կարիք չկա։ Այդ եթե ուզում ես անցնես լուծման, պետք է շատ տանջել հարցերով, որպեսզի խնդիրը ճիշտ ձևակերպի։ Հա։ Իմ մոտ ահա էֆեկտ դրանից է առաջացնում։ Դա չէ վերականգնելի հետևանքները որպես խնդիր, որ ձևակերպում են, իսկ հետո մենք պետք է սովորենք առնչվել այնպիսի խնդիրների հետ, որոնք միգուցե մեր կյանքի ընթացքում չլուծվեն ու դա նորմալ է։ Բավական իրացիոնալ մոտեցում է, ըստ ինչպես ես զբաղվեմ մի խնդրով, որի լուծումը միգուցե չտեսնեմ իմ կյանքի ընթացքում։ Դա էլ կարևոր սահմանում է։ Հա, շատ կարևոր է եւ որպես կանոն այսօր աշխարհաքաղաքական, տնտեսական եւ այլն այդ մեծ գլոբալ խնդիրները հենց այդպես բազմակայել ու մի քանի սերունդ տևող խնդիրները փոխականությունը հաճախ բերում է ավելի արագացնում է էգզիստենցիալ պրոբլեմը։ Նույնիսկ այսպիսի հասկացություն կա, ոնց որ ոչ թե ուղղակի կոմպլեքս պրոբլեմներ կամ բարդ պրոբլեմներ, այլ wicked անգլերեն ասում են, այդ ոնց որ չար վատ պրոբլեմ, որը բարդացված խնդիրն է, այսինքն որտեղ խնդիր լուծողը ինքը նաև խնդիրն է, օրինակ մարդը, օրինակ էկոլոգիական հարցերը համարվում են այդպիսի wicked, այսինքն բազմաբարդ խնդիր, որտեղ հենց ակտորը, հա, նա որ պետք է հավակնում է լուծի, նույնն էլ ասենք օրինակ խաղաղության հարց, ասենք, նա որ հավակնում է լուծի, նաև այդ դրա նախադրյալները ստեղծողն է, այդտենց հարցեր շատ մենք։ Շատ։ Ես չեմ ասել, որ այդ խնդիրը այն միջավայրում, որտեղ ստեղծվել է, դժվար է այդ միջավայրում լուծել։ Ահա, գիտենք ով ասել։ Հայտնի խոսք է։ Հա, բայց վերադառնալով նույնիսկ հենց քո անմիջական փորձին ու հենց բիզնես փորձին, հա, Broadcom-ում, որտեղ ոնց որ մեկտեղված են բիզնեսը, տեխնոլոգիան եւ թիմային աշխատանք, ինչպես է տեղի ունենում բարդ խնդիրների ձևակերպում եւ լուծում։ Եթե մի քիչ ոնց որ զում անենք ու փորձենք ավելի կոնկրետ խորհուրդներ կամ ոնց որ նկարագրություն։ Հա, պրակտիկ մեթոդներ կան, իհարկե, ինչպես վերջերս մենք հաճախ ենք մասնակցում, ես անգլերեն ասած coaching դասընթացների, management կուրսերի եւ այլն։ Մի արգենտինացի մասնագետ կար, որ մեզ ֆուտբոլի օրինակի վրա բացատրում էր, որ մաթեմատիկների հետ դա հեշտ է բավական բացատրել, որ մեծ համակարգերը, որ շատ մեծ են, ստիպված է խնդիրը բաժանել կտորների եւ ենթահամակարգերի հանձնարարություններով բաշխել այդ խնդիրը, այդպես էլի ենթահամակարգերի հետ, ենթահամակարգերի ու ստիպված դու ամեն ենթահամակարգին պետք է որոշակի ինդիկատորներ տաս, թե իրանք այս սրան պետք է հասնեն, դու սրան պետք է հասնես եւ այլն, հետո համախմբես ու ստանաս գլխավոր արդյունքը, ու տարօրինակորեն մաթեմատիկորեն այդ ձևը լուծում չունի, որովհետեւ ֆուտբոլի օրինակի վրա ինքը բերում, ասում էր, օրինակ հետաքրքիր է, չէ՞, թմի նպատակը ո՞րն է։ Մենք անդադ մեզ ասում էր թմի նպատակը ո՞րն է, ֆուտբոլային թմի։ Դու կական է, հաղթել է, հա։ Այդ օրինակ է գուցե լսածել մեկ, բայց ասում եմ եկեք ենթահամակարգերի բաժանենք, դարպասապահի նպատակը ո՞րն է։ Եթե իրան առանձնացնես, ասում ես, որ ինքը գոլ բաց չթողի, գնդակ բաց չթողի, հարձակվողի նպատակը հարվածելն է, գոլ խփելն է։ Ասում եմ եկեք հիմա պատկերացնենք, ստացվում է, որ
Դարպասապայի համար ավելի լավ է իրանք 1-0 պարտվեն, քան 19 հաղթեն ստացվում։ Ու արցակողի դեպքում դրա հակառակն, ոնց որ ենթահամակարգերը օպտիմիզացնելով ամբողջ համակարգը մաթեմատիկորեն ուղղակի դա անլուծելի խնդիր է, բայց այսպես համեստացնող ու հույս տվող վերջաբանը այն է, որ իրականում պետք չի հաղթել, պետք է ուղղակի այնքան հաղթել ավել հաղթել, քան մրցակիցներն են։ Հաղթել մրցակիցները։ Այլ պետք չի մաթեմատիկորեն այդ ճիշտ լուծել, բայց դա պրակտիկայում հենց այդպես էլ տեղի ունենում, այսինքն շատ մեծ ֆոկուս է դրվում վիժնի վրա, տեսելի ձևակերպման վրա, որ ինչ որ ֆոկուսի բերող ձևակերպում լինի, որը այնքան է խնդրի ձևակերպումը չի, որ մոտավորապես արենցիռը թե ուր են գնում, որից խնդիրը ձևակերպումը ենթա խնդիրների, ավելի ենթախնդիրների ինդիկատորները սահմանվում ու անպայման շատ կարևոր է չափելի լինեն արդյունքները, որ ու շատ փոքր իտերացիաներով չափվեն, որ մոտենում ենք արդյոք արդյունքի, թե չէ, մոտենում ենք արդյոք արդյունքի։ Դա ինչալից էլի դժվար բաներից է, որ շատ դժվար են փորձ ունեցողները համակերպվում, որ ցանկացած բանը ինչ որ արդյունք ունի, այդ արդյունքը չափելի է, ոչ թե process-ի համար են չափել, հա, որտեղ իրոք որոշ բաներ կան, թվում է թե ոնց չափես, ես հաճախ եմ այդ օրինակը բերում, այլ որ եթե ինտուիցիայի վրա է ազուտ զգացողական է, չափելի չի, բայց իրական կյանքում դա ոնց է կանում, ասեն դու զգում ես, կայնը զգում է, Սոնան զգում է, հա, եթե իրանց հարցնես Ոքի survey միջոցով էլի կարելի է դարձնել չափելի, այսինքն եթե ցուցիչներ կգտնվեն, մասնակիցների մեծ մասը համարում են ոնց որ թե ճիշտ ենք, դա լա ցուցիչ ու դա չափելի է։ Պաստորեն կներես, ենթահարց ունեմ։ Երկու հանգամանք տեսա առնվազն, մեկը դա տարբերակումն է, որպես առանցքային կարևորություն ունեցող բան, այսինքն դիֆերենցիալ ենթախնդիրները տալ ավելի նրբերանգային ձևակերպում եւ մյուսը մարդկային գործոնն է։ Այ ոնց աշխատել այդ մարդկային գործոնի հետ, որտեղ ըստ էության մարդիկ եւ մարդկային հարաբերությունները նույնպես այդ բարդ խնդիրները լուծելու հավակնող բարդ համակարգեր են, էլի, չէ՞ տեղով։ Այդ փորձը այդ առումով ինչ ասում։ Սիներգիայի ոնց է հասնում մարդկային։ Սկզբի հարցի մեջ ասացի, որ դա ամենաբարդացնող ֆակտորն է։ Մարդկային գործոնը։ Ոչ այսպես ինստիտուցիոնալ մեթոդներն են, որ գոնե մասնակիցներին խնդրի լուծմանը մասնակիցներին հասնես այն համոզմունքի, որ վերջապես դա համարեն գործի մաս, խնդրի լուծման մաս, չվիճեն այդ հանգամանքի հետ, որտեղ անընդհատ վեճ է։ Ինքնին մեջ է վիճում, որ դա գործի մաս չէ, խնդրի հետ ինչ կապ ունի։ Դա եթե կարողանում ես անես, որ բոլորը գիտակցեն, որ դա գործի մաս է, դրան տհաճությամբ չվերաբերվեն, ներդրում քո կրեդիտի բարձրացման մեջ դա գործի մաս է, դու պետք է անդադ ինստիտուցիոնալ ձևով դա անես, դա արդեն գործի կեսը արված է։ Բանակցություններ են փաստորեն, էլի։ Բայց գործադի շատ փորձ ունեցողը նաև որպես օրենք մենք դա թաքուն ենք անում, շատ չենք ցույց տալիս, բայց մենք շատ գրում ենք։ Գրում ենք, այսինքն այդ ինդիկատորները գրում ենք, որպեսզի ուղղի մեջ այդքանը չմնա։ Գրելը դա շատ օգտակար բան է այդ առումով, հա։ Եթե կարողանում ես ինչ-որ մի բան թղթին հանձնես, ապա բավական մոտ ես, հա, իրականությանը։ Հաջորդ քայլում եթե կարողանում ես դա փոխանցես դիմացինին, այսինքն ձևակերպում տաս այնպեսի, որ ինքը արագ հասկանա, վերցնի։ Նրանք լավ ինդիկատորներ են ու լավ փորձ ունեցողը գիտակցում է, որ եթե երկար տևեց գրելը, ապա մի բան ինչ պետք չի տանջվել այդ խնդրի լուծել, պետք է նորից տանջվել ճիշտ գրել, լավ գրել ավելի։ Պետք է արագ ստացվի կոմոդ դրա ձևակերպումը, կարճ ստացվի դրա ձևակերպումը կոմոդ։ Փոխանցելուց մենք ուղղակի այդ խաղը խաղում ենք անդադ, հա, միջանցքային խոսակցություններում, փորձում ենք իրեն ասել։ Եթե վերցրեց որևէ պատահական մարդկանց, մենք բոլորս ունենք ինչ-որ մարդկանց ցուցակ, որոնց կարծիքին քիչ թե շատ վստահում ենք իրենց ինտուիցիային։ Եթե ասենք որ չհասկացավ, հարց տվեց։ Էրջ, պետք չի վիճել նրա հետ, որ ես ճիշտ բացատրեցի, ինքը չհասկացավ, չկա տենց բան։ Եթե չհասկացավ, արագ հարց տվեց, ուրեմն պատրաստ չէ, իր ձևակերպումը նորմալ է։ Կարող է վերացնել իրան, նամակագրության մեջ է դա ընդունված մեթոդ, որ էլի շատ դժվար է փոխանցել դա, մինչև 1-2 անգամ բարդ խնդրի լուծումով չի անցել, շատ դժվար է, որ եթե
նամակով գտես գրավոր մեթոդով, որ մենա բարդ կոմունիկացիայի ձևերից մեկն է, որ աչքերը չես տեսնում, ինքը չի զգում ոչ մի ձև, պետք է փոխանցես նյութը առանց որևէ էմոցիայի, դու բարերն են քո էմոցիան պարունակում։ Եթե շարունակվեց 1-2 նամակագրություն, փորձառու մարդը գիտի։ Չպետք է շարունակի։ Մի բան են չի։ Պետք է խոսալ, պետք է տանջվել, այսինքն սկզբնական ձևակերպման մեջ մի բան են չի։ Ինչպես պրակտիկ խաղիկների բազմություն կա, որով եւ անդադ ոնց որ մոնիտորինգ անել, էլի։ Հա։ Խաչիկ, այ դու ղեկավարում ես աշխարհի ամենատեխնոլոգիական ընկերությունների ամենատեխնոլոգիական բաժանմունքներից մեկը, որ իբրև կառավարիչ ո՞նց ես բալանսավորում սկզբունքայնությունն ու ճկունությունը։ Այ օրինակներ բերեցիր, թե ինչպես կարելի է ենթակաների հետ այդ կորպորատիվ մշակույթը աշխատացնել նենց, որ չափելի արդյունքներ ստանանք։ Այդ միշտ ոնց որ իհայտ է գալիս այդ խնդիրը ճկունության ու սկզբունքայնության արդեն իսկ որոշված հաստատված սկզբունքներին հավատալու ոնց է այդ բալանսը պահում։ Սկսում նրանից որ իրանց ենթակա չեմ համարում, Ինչը դժվար է իհարկե, նույնիսկ խոսիքի մեջ դա ակամայից առաջանում է իմ աշխատողները, ես էլ եմ օգտագործում, սխալվում եմ երբեմն, բայց դա առաջի պայմաններից մեկն է, այսինքն տրամադրել, որ դու իրանց ոչ թե հրամայող պահանջողն ես, այլ առաջնորդողը, իրանց տարդուցավին դեր կանգնողը, իրանց խնդիրները լուծող, այսինքն քո դերը ստանձնում ես որպես իրենց անգլերենով ասած enable անող, հա, որ իրանք կարողանան այդ խնդիրը լուծեն։ Դրանից կսկսեի, բայց դե սկզբունքները ամեն թիմ իրանը այնպես չի որ որոշում է մեծ կորպորացիայում հստակ դրված արժեքներ կան ֆիքսված, որպես օրենք փորձում են ընտրվեն այնպիսի արժեքներ, որոնք ավելի համարտկային են, միջմշակութային են, որտեղ մեծ միջազգային կազմակերպություն նոր չի ընտրել այնպիսին բարդ գործ է, թե որևէ մեկը երբևէ դա արել է, որտեղ ինչին առնչվում ես, ինչ որ միտեղ կամ կրոնական տարբերություն կա կամ ինչ որ այլ միտեղ։ Այդ էլ է հետաքրքիր տարբերություն, այսինքն կան ազգային մշակույթով ազգային կազմակերպություններ, չէ՞ որտեղ պետքա մենեջերը գլուխ հանի, ասենք ասիական, չինական, ճապոնական, չգիտեմ, ենթամշակույթից հայկական, հա, եւ քո դեպքում կարծում եմ այնքան բազմազգ ու բազմամշակութային բավական բազմազգ ու բազմամշակութային են ավելի է բարդացնում էլի խնդիրը լոկացիաները, որ լավ բարդացնում է, ագին սպորտի պես պետք է մի քիչ պարապես դրա վրա, որ որոշ բառեր երբևէ չօգտագործես քո լեքսիկոնում, դու չես հասկանում, որ դա ինչ որ էմոցիա է առաջացնում, բայց ասացի առաջացնում է։ Դուք զբաղվես դրանով։ Ես ներդրում եմ դա պահանջում, ապրիորի չի ստացվում։ Բայց սկզբունքների ճկունության մասը ես կարծում եմ, որ ճկունությունը իրական սկզբունքները պահելու մեթոդ են եւ ոչ հակադրել պետք չի։ Այնինքն եթե ճկուն չես լինում, ուղղակի սկզբունքները չես էլ պահում, այլ ուղղակի դիճում ես այդ սկզբունքների հետ, էլի։ Էլի հենց փորձում ես հակադրել, այո։ Ի վերջո ճկուն լինելն էլ կարա սկզբունք լինի ինչ որ իմաստով։ Ինչ որ սկզբունք ունես, տենց էլ լինում է շատ հաճախ։ Ну, այդ բարի օգտագործմամբ դժվար թե որևէ մեկը արժեք ձևակերպի, բայց կարող է օրինակ եթե մեր կազմակերպության դեպքում flat and lean organization-ը որպես արժեք է ձևակերպած, ու դա իրական ճկունության էլեմենտ է, իսկ դա նպաստում է ճկունությանը, եթե հիերարխիան մենեջմենտի ղեկավարման կարճ է, հորիզոնական կապերը խրախուսվում են, եւ այլն, դա ճկունության էլեմենտ է, որը օգնում է իրականում մյուս սկզբունքներին չհասնել, որ իրանք թղթի վրա չմնան սկզբունքները։ Հակառակ բaragային իրանք ուղղակի կանգնացնող են եւ ոչ մի ձև չի ելնում պահել։ Մնում են թղթի վրա շատ հաճախ ձևական, որովհետեւ մեկը չի էլ պահում sense տենենց, իսկ դա ոչ չի խաթարում։ Իմ մոտ միտք առաջացավ, որ իսկ մենք ինչու ենք պատկերացնում, եթե բոլորը օրինակ այդ կորպորացիայում հայ լինեին, ավելի հեշտ էր լինելու։ Այդ հարցն էլ կա, թե չկա, որտեղ ինքնա որ մենք չենք կարում իրար հետ շատ կարևոր հարց է իրականում, որ հաճախ այն մարդկային գործոնի խնդրը, երբ որ ես ուզում եմ որևէ ձևակերպում տան իրան, այդ օրինակը բերում եմ, ասում եմ
այդ միջանձնային կոնֆլիկտերի դեպքում ասում եմ, եկեք մի պահ պատկերացնենք այդ կոնֆլիկտը, այս լրիվ նույն կոնֆլիկտը տեղի ունեցել ոչ հայի հետ։ Ու միանգամից ահա էֆեկտ է առաջանում, ասում եմ, դե ես այդպես չէի վերաբերվում, որտեղ հաճախ ասում եմ, լսի, գոլեգաները պարտադիր չլինեն ընկերներ, իրենք նույն ընտանիքի անդամներ չեն։ Պրոֆեսիոնալ հարաբերություններ են շատ հաճախ։ Կոնֆլիկտը դա պրոֆեսիոնալ ինչ որ մի հարցի ճշմարտության ծանման մեթոդ է, կոնֆլիկտը պետք է սիրել, եթե խնդիրն ենք քննարկում, եւ ոչ թե իրար ենք քննարկում, այլ իրար վրա ենք հարձակվում։ Ու այդ ահա էֆեկտը անընդհատ հանդիպում է։ Հայրիս մոտ դա հատկապես տեսանելի է, այլ ազգեր էլ կան իհարկե, հիմնականում փոքրականակության հետ է ոնց որ թե կորելացվում, բայց դա շատ հաճախ պատահ է, որ իրան բերում ես այդ օրինակը, որ փորձի քո գլխում սիմուլացնել նույն իրավիճակը ոչ հայի հետ, իր մոտ միանգամից ահա էֆեկտը առաջանում, որ հա, ես այդպես սրտիս մոտիկ չէի ընդունի, դրան կվերաբերվեի պրոֆեսիոնալ, Այս մեր փոխադարձ խցկվածությունը մեզ երբեմն խանգարում է, էլի։ Մենք ինչ-որ սպասելիքներ ունենք միմյանցից, անք շատ չափազանցված են։ Եվ միասնական մտածելու սպասելիք ունենք, օրինակ, որ բոլորս պիտի նույն ձև մտածենք, դա էլ է մշակութային։ Քանի մարդկային գործոնի վրա ենք, մի քիչ էլ բացենք, էլի ինտուիցիայի թեման, ինչ դեր ունի քո գործունեության մեջ ինտուիցիան, ալգորիթմների, մոդելների, հաշվարկների կողքին ընդհանրապես ինչ տեղ է տալիս ոչ հաշվարկային հենց գործոնին զգացողական մակարդակի վրա շատ բարձր ու մեր հիշողություններում անդադ ամենաբարդ լուծումները մենք հիշում ենք որպես դա ինտուիցիայի շնորհիվ էր եւ ոչ թե հաշվարկների բայց եթե ես փիլիսոփա չեմ իհարկե բայց ինձ թվում է փիլիսոփաները պետք է մի քիչ օգնեին մեզ որ լավ հասկանանք ինտուիցիան իրականում ինչ է մեծ հարց է ինքը իրականում արկա տվյալների փորձառության անալիզի արդյունքում ինչ որ եզրահանգում է, ուղղակի մենք արագ ենք այդ տվյալները անալիզարել, մենք չենք զգում այդ անալիզի process-ը, մեզ թվում է դա ու դրա անունը դրել ենք ինտուիցիա։ Բայց փորձի կուտակման հետ շատ է արագանում տվյալների քաոտիկ տվյալների արագ անալիզը, քո փորձառությունից ինչ որ մի բան մասնակցում է այդ եզրահանգմանը ու դա դրա անունը ինտուիցիա է ստանում։ Ոնց որ իմ համար հստակ չի հետադարձ հայացքով ես նայում ինչ կարելի է վերականգնել որ դա այնքան էլ ինտուիցիա չէ որը չգիտեմ էլ ինչ է պատասխանը գերարագ ինչ որ process էր մտածական որը ծոր իմ մեջ այդ հարցադրումը անդադ կա դա իրականում ինտուիցիա է թե չէ բայց եթե ինտուիցիա անվանենք այն դեպքերը որ քաոտիկ տվյալները ու փորձառությունը շատ արագ անալիզով եզրահանգման հասկալի դա շատ հաճախ է պատահում մի մոտ բայց դա էլի ինստիտուցիոնալ մոտեցում է ստնում դրա տակ հատկապես եթե քո անձնական խնդիրներին չի վերաբերվում, օրինակ բիզնես բարդ խնդիրներ են, մեծ գումարների հետ կապ ունեցող, մեծ պատասխանատվության հետ կապ ունեցող, որևէ ինստիտուտ է ստատակ դնում, ոչ անձնական։ Մասնավորապես եթե ինտուիցիա ասում է, այսպես պետք է անես, բայց տվյալները ասում են դրա հակառակը, ոչ թե պետք է անես, այլ պետք է փորձ դնես։ Իսկ այն ավելի փոքր օրինակի վրա դա փորձես, մեկ իտերացիա անես, մի քիչ ստուգես, նորից առաջ շարժվես, շատ չշտապես միանգամից վաբանկ գնալ, հա, դա ինստիտուցիոնալ մոտեցում է։ Տվյալները հակառակ են ասում ինտուիցիա մի բան, ապա ամբողջը մի արա, առաջի փոքր իտերացիան արա, փոքր միջավայրում փորձ դիր, ստուգիր, նոր արդեն ինտուիցիա կվերածվի նաև տվյալի Այսինքն էլի դիր համալիր գործողությունների կոնտեքստում իրեն որպես բաղադրիչ էլի մի գերագնահ։ Հա, մի գերագնահատի։ Կամ եթե տվյալները շատ քիչ են, քաոտիկ են, ու դու այսպես քեզ թվում է ստիպված ես ինտուիցիայի քեզ տրվել, բայց հակառակն է հիմարել, հա։ Դες տվյալները քեզ մի բան են ասում, ինտուիցիան ասում է հակառակը, պետք չի անել, այսինքն, հա։ Էլի պետք է ոչ թե հրաժարվել անալ, այլ փորձել շատացնել տվյալները։ Եղած տվյալները քեզ մի բան էին հիշում, իսկ դու ինտուիցիայով կարող ես հնարավորությունը բաց թողես։ Էլի պետք չի շատ շտապել, պետք է փորձել կարելի է դնել ներքևի դարակում այդ հարցը, բայց փորձել տվյալները շատացնել, որ քո ինտուիցիան կամ փոխվի, կամ տվյալների շատացմանը տվյալներն էլ սկսեն քեզ ասել, որ դու ճիշտ էիր, պետք չի անել։ Այս կոմպլեքս բարդ համալիր խնդիրների գիտական հետազոտությամբ զբաղված
Էդգար Մորեն, ով էս գիտակարգի հիմնադիրներից է համարվում, ասում է, որ մտածողությունը նախ եւ առաջ անորոշությունների դասակարգումն է եւ ոչ թե գիտելիքի, ինչ շատ դուր եկավ այդ ձևակերպումը եւ ոնց որ դե շատ սինխրոն քո պատասխանի հետ աշխատեց, այսինքն ինտուիցիան ինչ որ իմաստով կարծես թե անորոշությունների հետ աշխատանք է եւ անորոշություն չի նշանակում գիտելիքի բացակայություն, նշանակում է դիսկրետ ինչ որ գիտելիքների միջև կապի բացակայություն, որը եւ հենց ստեղծվում է բարդ խնդրի լուծման ճանապարհին։ Ինձ հետաքրքիր է նաեւ կորպորատիվ մշակույթի մասին մի երկու խոսք խոսենք, հատկապես այդ անորոշությունների եւ չափելի արդյունավետության չափելի գործոնների հարաբերության մեջ, այսինքն մենք մի կողմից իհարկե արդյունավետություն ենք ուզում ցանկացած թիմից, բայց միևնույն ժամանակ ինչ որ այտենց անչափելի գործոններ կան, որ ասում ենք կորպորատիվ մշակույթ ընդհանրացրած, որոնք ազդում են այդ արդյունավետության գործոնների վրա, դրա մասին ինչ կասես։ Տեսեք, հա, մի քանի մեծ կազմակերպությունում աշխատելուց հետո ու տեսնելուց հետո թե մշակույթների մանավանդ էական տարբերությունների դեպքում արդյունավետությունը ինչքան տարբեր է, ստիպված եմ շատ մեծ դեր տալ դրան, որը շատ դժվար կլինի էլի համակարգային ձևակերպում կտալ, թե դա ինչից է տեղի ունենում, այդ սիներգիան, որ մշակութային տարբերությունը այդ կարգի արդյունավետության վրա ազդում է։ Մեծ հաշվով որտեղ էլ գործունեությունը ծավալ է, նպատակը բավական պարզ է, բարձրացնել եկամուտը, նվազեցնել ծախսերը, բավական պարզ բանաձև է ինչ է նշանակում արդյունավետությունը, նույն երկու թվի հետ անդադ գործ ունես, ցավոք բիզնեսում այլ ցուցիչ չկա արդյունավետության, բայց ու երբ տեսնում ես երկուսն են նույն նպատակը, մոտավորապես նույն ձևային խնդիրները բաժանում եւ այլն, բայց զուտ մշակութային տարբերությունը այդ կարգի ազդեցություն անում։ Մի բան որ քաղել եմ, այն ինչը անազնվության զգացողություն է առաջացնում, չափազանցության, անազնվության վանումը ու ահավոր ազդում է արդյունավետության վրա։ Գնեն կորպորացիաներում, որտեղ ձևակերպված սկզբունքները, նպատակները եւ այլն ավելի ազնիվ տպավորություն են թողում, օրինակ զուտ այդ բարձ ձևակերպումը, որ մենք այստեղ գիտությամբ չենք զբաղված, մենք բիզնես ենք անում, մեր նպատակը իրոք բարձրացնել եկամուտը եւ նվազեցնել ծախսերը, դա անարդարության մասին չէ, երբ որ գործատուն փորձում է նվազեցնել ծախսերը, որի մեջ միջալոց դուք եք աշխատավարձնել, աշխատակիցներ, դա իրականում բարձրացնում է արդյունավետությունը, այսինքն այդ պարզությունը, թափանցիկությունը, ազնվությունը բարձրացնում է, իսկ նույնիսկ անազնվությունը, չափազանցնելը եւ այլն բարձրացնում է։ Տարօրինակ է, չգիտեմ, հոգեբանից ավելի լավ կհասկանալ դա ինչ զգացողություն է։ Դե ամենակարևորը երևի արդարության զգացողությունն է, հա, որ էլի այդ թափանցիկության այդ էլեմենտի հետ կապ ունի, երբ որ դու անդադ ասում ես, որ սիրելիս իրոք դա անարդարության էլեմենտ չէ, գործատուն ոչ մի ձև չի թաքցնում դա, որ իմ նպատակն է մեծացնել եկամուտը եւ նվազեցնել ծախսերը, փոխանակ դա սկսի զգացվել որպես բայց ինչ անարդար է, չէ, մեզ շահագործում են եւ այլն, դա հակառակ էֆեկտն է տալիս։ Բարձրացնում է արդյունավետությունը, ինչը մեծացնում է եկամուտը եւ այդ նույն աշխատակիցները դրանից շահում են։ Լավ, մի հատ կներես։ Հա չէ։ Քանի որ մեր եթերաժամանակը արդեն վերջին է մոտենում, մենք սովորաբար այսպես գլոբալ տեսական հարցեր քննարկելուց հետո միշտ գալիս ենք մեր հայաստանյան հարցերին ու դու իբրև հայկական ընկալմամբ տեխնոօպտիմիզմի լավագույն ներկայացուցիչ, ինչ պատգամ կհղես մեր երիտասարդներին, մարդ ով անցել է ԵՊՀ կիբեռնետիկայի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետից մինչև Global Broadcom ընկերություն, որն է եղել քո կյանքի ամենաշրջադարձային կետը, որի մասին կուզես պատմես մեր երիտասարդներին իբրև կյանքի ուղեցույց, կողմնորոշիչ, չգիտեմ, որ իրենք էլ անցնեն այդ ճանապարհը ավելի հեշտությամբ։ Ամենաբարդ հարցը վերջինն է, հա։ Դե
չեմ ուզում ինչ-որ հեքիաթային պատմություն պատմեմ, որ այ այսպես շատ ծանր սարեր ու բարձրացա եւ այլն երկար տևեց, դժվար տևեց, որովհետեւ շատ բաներ ընթացքում տեղի են ունեցել երևի պատահականորեն նույնիսկ, հա, ու չգիտեմ, դա իմ շնորհիվ էր, ես ինչ-որ բան եմ արել, որ դա տեղի ունեցել, թե չէ։ Շրջադարձային եղել է երևի այն պահը, որ գիտակցել եմ, որ ամեն ինչ չի, որ իմ մասին է, խնդիրները, որ ես պետք է լուծեմ, որ հենց ինձ ավելի լավ լինի, ինձանից դուրս են, համակարգային են եւ պետք է այդ շահեկան իրավիճակում հայտնվելը նաեւ կիսել մնացածի հետ, ամեն ինչ չի, որ իմ մասին, այդ եսակենտրոնությունից ազատվելը շատ հետաքրքիր է, երևի հասունության ամենակարևոր բաներից մեկն է, որ դու մաս ես, որ չես կարող բարեկեցիկ լինել, եթե շուրջդ բարեկեցիկ չի, օրինակ։ Դա հավոր արագացնում է ու հետադարձ շատ դրական էֆեկտ է թողում հենց քո աճի վրա։ Մյուսը պրակտիկ մասնագիտական շրջադարձային է եղել, որ վերջապես գիտակցվել է, որ խնդիրների լուծման ժամանակ լիքը բան կա, որ անում ես, որոնք տհաճ են միգուցե քեզ, բայց դա գործի մաս է, դրան պետք է սպորտի պես վերաբերվել, ինչ որ սպորտով զբաղվել եք, շատ լավ գիտեք, որ սկզբի հատվածում անում ես բաներ, որոնք առանձնապես չես զգում ինչի ես անում, բայց շատ կարևոր է, որ դիսցիպլինայով դա ուղղակի ամեն օր, նույն ժամին, նույն տեղում, դիսցիպլինայի կարողություն է։ Դա էլ է շատ չդարձա, որովհետև եթե մի պերիոդ դա անում ես, սպորտսմենները դա շատ լավ գիտեն։ Բուստ է անում, մի այլ տիպի արագացում է տալիս, սկզբում չի զգացվում, տհաճ է, նվիրվածություն, կենտրոնացում, դիսցիպլինա, բայց ամենաշրջադարձայինը իրականում անձնական է եղել, ոչ թե որը մասնագիտականի վրա, պրոֆեսիոնալի վրա դրական ազդեցություն է թողել։ Էլի այդ եսակենտրոնությունից դուրս գալու մասին է եղել, որ ինչ որոշակի առաջընթաց ես ունենում, շատ հաճախ շրջապատը փոխվում է, ընկերները չես կարողանում շատ շփվել, եւ այլն, այդ բնական վիճակը, երբ որ դա դու համարում ես նորմալ, ինչ տարօրինակ է, իրացիոնալ է, իհարկե նորմալ է, տենց էլ պետք է պատահի, բայց պետք է մի քիչ հետադարձ հայացք գցես ու փորձես տեսնես դա իրոք նորմալ է, դա դու ես ուզում, թե ուղղակի բոլորը դա արդարացնում են, դու էլ ես արդարացնում։ Ու ստացվեց, որ ամենածանր շրջանում, որը անձնական դաշտում էր, իմ առողջության հետ կապ ուներ, հա, այն նույն ընկերները շատ ավելի կարևոր ու ընտանիք եւ ընտանիք, հա, միանշանակ կինն երեխաները, այդ գիտակցումը, որ այդ վազքը մասնագիտական առաջընթացը եւ այլն, որը բերում է նրան, որ կտրվում ես կոնկրետներից ընտանիքից եւ այլն, դա իրական խիստ փոխկապակցված են ու հենց մասնագիտականի ու պրոֆեսիոնալի վրա լրջագույն ազդեցություն են թողում։ Ու նորից ոնց որ մարտահրավերա, որ փորձես բալանսավորել։ Փորձես բալանսավորել, այդ համեստացնող փորձառությունը շրջադարձային էր։ Ու հետո որ դա գիտակցելով սկսում ես բալանսավորել, շատ սիրուն ձևակերպ, այնքան է թվում այդ բալանսավորելը։ Որտեղ իրականում մենք այդ վեճն է մեր ներքին, որ դա նորմալ է, ու մենք անդադ լսում ենք դրա մասին, որ նորմալ է, եթե դու այդտեղի առաջընթաց ունես մասնագիտականի մեջ, ապա բնական է, որ պետք է կտրվես եւ այլն։ Նորմալիզացվում է, էլի։ Հիմա արտադրությունը մեսեջն է, որ դա նորմալ չի։ Ու նա ուրա բալանսավորել է։ Ու մարդը համալիր համակարգ է եւ հուզական, միջանձնային հարցերը միշտ են կարեւոր ու հետ են բերում քեզ այդ օրակարգին, չէ՞։ Խաչիկ, փաստորեն կան բաներ էս կյանքում, որ այնուամենայնիվ պարզ են ու հասկանալի ու պետք չի բարդացնել, պետք է ընդառաջ գնալ դրանց։ Մի քիչ նյուանսներ կա տաս, թե ինչա այնուամենայնիվ նշանակում այդ համեստացնող փորձառությունը կամ գնալը նորից դեպի մարդիկ ու տենց կարիերայով միայն չտարվել է։ Դե տեսեք, ես էլի ասում եմ, որ իրանք փոխկապակցված են, այսինքն թվում է, թե դա անում ես ու դա կխանգարի քո կարիերային կամ կդանդաղացնի քո ընթացքը, բայց միանշանակ իմ փորձառությամբ ասում եմ, որ դա հակառակն է։ Նախ դրա գիտակցումն է։ Այսինքն պետք է դրան այսպես մարդկայնորեն ասած ավելի բարձր գնահատել այն դեպքը, երբ որ դու հասկանում ես, որ դրանք բարձ բաներ են, ընտանիքը, երեխաները, ընկերները եւ այլն։ Չէ, ես հենց
Այն մարդկանց, ովքեր շատ ամբիցիոզ են ու պրոֆեսիոնալ են մոտենում, կարիերիստ են եւ այլն, իրենց ուղղակի ուզում եմ իմ փորձառությամբ ասեմ, որ դա հակառակն է։ Դա անելով նպաստում է։ Բարձ պատճառներ կան, էլի ուղղակի դրա համար, պրակտիկ, ավելի պրագմատիկ, որովհետեւ մեր ոլորտի հատկապես ինժեներական կրթության մարդիկ չեն սիրում շատ абստրակտ բաներ, որտեղ չեն ընկալում դա ոնց է ազդելու։ Առողջությունը։ Այո։ Երևի պետք չի, որ դա մեր հիմնական գործիքն է, դրանով ենք աշխատում, այդ նույն կարիերով զբաղվելուց առանց մեր մարմինի, մեր ուղերի եւ այլն նա չի ուղղակի։ Կան առողջությամբ չզբաղվելը Ուսում եմ գոնե դա պետք չի բացատրել, որ դա կարիերային հենց նպաստող շատ կարևոր գործ է։ Գործից դուրս, արանքներում, հետո եւ այլն միջազգային հարաբերությունները ընկերների, ընտանիքի հետ եւ այլն, ես չգիտեմ ավելի մեծ էներգիա տվող բան, որը նպատակ է առաջացնում, թե ինչու անենք այդ։ Այո, իմաստ։ Կարիերան, իմաստը տալիս դրան։ Ես չի ուզի առանձնացնել, բայց ես տղամարդ եմ ամեն դեպքում այդ զգացողությունը մենք հաճախ հումոր ենք անում, որ եթե չլիներ ընտանիքը, մեզ միգուցե մեկ վերնաշապի կլերի բաղարար էր։ Հա դա իրական հումոր էլ չի, իրոք այդպես է։ Հա մենք միգուցե փառասիրության համար եւ այլն ինչ որ էներգիա ինչու, բայց էլի իմ փորձառությամբ որևէ բան ավելի շատ իմաստ չի տալիս, քան ինչ որ մեկի մասին հոգ տանելը։ Իսկ եթե ինչ որ մեկի նկատմամբ նաև կա իրացիոնալ անբացատրելի սեր, ոնց որ օրինակ երեխաներն է, որը չգիտեմ բնության կողմից է տրված, որ մենք չենք մտածում այդ մասին, շատ ուժեղ իմաստ է հաղորդում, որը մագնիսի պես քաշում է եւ կարիերան, եւ պրոֆեսիոնալ աճը եւ այլն։ Այսինքն այդտեղ արհեստական պետք չի դա դնել որպես այդպես մեկ ավելի լավ մարդ է, եթե այդպես է մտածում, վատ մարդ է։ Գուցե նույնիսկ հակառակ ավելի պրոֆեսիոնալ է, ավելի լուրջ է մոտենում իր կարիերային, որտեղ նույնիսկ այդ հանգամանքներին էլի համակարգային ինստիտուցիոնալ մոտեցում է ցույց տալի։ Այո, ամբողջի մեջ է տեսնում։ Հոգեբանության մեջ այսպիսի հասկացում կա embedded կամ ոնց որ դու ոնց որ նաև այդ ասպեկտը կա, կարծում եմ դու խարսխված ես քեզ զգում մի տեսակ, երբ որ ինչ որ բանի ես պատկանում ու այդ կետից ես անում ինչ որ բան, ուղղակի ոչ թե որպես անհատ, որտեղ իլյուզիա է, որ դու ուղղակի անհատ ես ու ինքը քո համար կարող ես ինչ որ բան անել ու դա նաև ունենում է իհարկե հրապարակային ինքնաշահագործման բանը դա։ Չեմ խոսել, մի քիչ նշեցի առողջության մասին, բայց դուք տրամադրող եք դրա մասին խոսալու մասին, բայց դա իմ մոտ այդ առանցքային շրջադարձային դեպքերից մեկը հենց իմ առողջության հետ կապված է եղել։ Ինձ 28 տարեկան հասակում պրոֆեսիոնալ կարիերայի ամենապիկի վրա տարիքի ձեռնելով էլ շատ հարմար պերիոդ է, ուղղակի թռիչքներ անելու, ոչինչ չխանգարող։ Իմ հետ պատահեց մի բան, որը անհասկանալի է, անարտարության մեծ զգացողություն է, այսինքն ծանր առողջական խնդիր, հա, ինչու ես եւ այլն։ Բայց այնքան համեստացող, մի քանի տարի հետո ես արդեն հետադարձայացքով ասում եի, երևի ինձ դա փրկեց։ Որտեվ այն արագությամբ, ինչ արագությամբ ես էի փորձում աշխարհը գրավել, ամեն ինչ գրավել։ Ի վերջո դա կբերեց շատ ավելի ծանր հետևանքի։ Շատ դժվար է նման անարդար բանը քո հետ անարդար ճակերտավոր ասած քո հետ պատահած, բացատրություն գտնել դրան։ Բայց համարվում պրագմատիկ բացատրություն է ուղղակի, չգիտեմ դա ոնց է տեր ունենում, բնությունը այդ ինչ մի ներուժ ունի, որ դա կարողանում է անել, հա, բայց իմ փորձառությունը առանց չափազանցության էգզիստենցիալ փորձառություններ, որ բերելա բեկումնային վերամտածման։ Շնորհակալ ենք Խաչիկ ջան, շատ հուզիչ էր այս անկեղծացումը, նաև իհարկե իբրև պատգամ են մարդկանց, ովքեր գտնվում են կյանքի դժվարին իրավիճակում, եւ այն երիտասարդներին, որոնք նոր են ուզում կյանքի ճանապարհը սկսել, հրաշալի ուղերձներ էր, համոզված եմ տեղ կհասնի։ Մի քիչ էլի գալով Հայաստանին, տես Սոնան ասեց խարսխվել, այդ խարսխվելու կարևոր տեղերից մեկը նաև Հայաստանն է մեզ համար։ Ճիշտ է, այս բանը դու Հայաստանում չես ապրում ժամանակավոր, բայց այնքան խառնված ես տարբեր նախաձեռնությունների լավագույն իմաստով խառնված։ Իհարկե լավ իմաստով, որ իհարկե շատ բաներից շատրից ավելի է տեղյակ։ Ինչ ես կարծում, Հայաստանը կարող է ունենալ մեծ գիտատեխնիկական առաջընթացի երազանք,
կարող է այդ նախաձեռնությունները օրինակ գիտուժը բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների միությունը, ինչու՞ չէ Բուն TV-ն իբրև գիտակրթական ասենց բովանդակություն ստեղծելու ջատագով սրանք դիսկրետ բաներ են, թե ամեն դեպքում կարող են ասենց կոնսոլիդացնել այդ միտքը, առաջընթացի հավատը եւ որակական փոփոխություն դառնալ։ Ինչ ես կարծում։ Կան ջան, կարճ պատասխանը այո, բայց երկար ես իմ մյուս պատասխանների մեջ էլ այդ մասին անդրադարձա, որ այնպեսի խնդրի հետ գործ ունենք, որը պետք է համակերպենք, ես այդպես եմ համարում, պետք է համակերպենք, որ միգուցե դրա պես իդեալական լուծված տարբերակը, որը ցեգույթությունը չունի իրական, գոնե իդեալական աշխարհը անդադ փոխվում է, անդադ դա անverջ մի ճանապարհ է, մենք չենք տեսնելու մեր կյանքում, կամ մենք բավարարված չենք զգալու մեր կյանքի ընթացքում այն ինչ տեսանք։ Եթե դրա հետ խաղաղ ենք, այդ հանգամանքի հետ ու այդ խնդիրը մեզ դեռ էներգիա է տալիս, որ դրանով զբաղվենք, ապա իհարկե, ու իմ մոտ խնդրի ձևակերպական փոքր է ավելի, եթե վաղը ավելի առաջընթաց կա այսօրվա նկատմամբ, ուրեմն ամիշ լավ։ Պետք է ուղղակի արագացնել դա։ Չկա ձևակերպում, որ այ ինչ որ մի բան կա, որ պետք է տեսնեմ, նոր համարեմ, որ չէ։ Եթե ավելի շատ համեստության ինչ որ նշանել է, այսինքն տնկել ծառ, որը քո ժառանգների համար է բերք տալու ի վերջո։ Միանշանակ, ես այդ փոքրիկ ակումբային դրական իմաստով գոյացությունները ես ոնց տեսնում եմ ինչ որ ժամանակ հետո մենք տեսնում ենք նույն մարդիկ մեկ այլ շրջանակում սկսեցին շփվել իրար հետ, մագնիսպես իրար քաշում են ու ես մենակ մեծացում եմ տեսնում։ Ես նոսրացում այդ համայնքի չեմ նկատում։ Երբեմն հիասթափություններ կան, մեծ իրադարձություններ են տեղի ունենում, որ մի քիչ ծրվում են, նորից հետ են հավաքվում, բայց ես միայն այդ համայնքի մեծացում եմ տեսնում ու դա ինձ էներգիա տալիս, ես ասում եմ այո։ Արդյոք դա վերջավոր է, որ ի վերջո հասնելու ենք, չգիտեմ էլ դա ինչ է։ Իմ կյանքի ընթացքում երևի այդ իդեալական վիճակը չեմ տեսնելու։ Բայց իմ ուզածը տեսնել ամեն հաջորդ օր տեսնել պրոգրես, ինձ ահա էֆեկտի առաջացնում նման նկարագրության դեպքում, երբ որ ինչ որ մեկը հստակ բացատրում է, որ կա ռեալ էգզիստենցիալ վտանգ։ Բայց մյուս կողմից ասում եմ, եթե նույնիսկ դա ճիշտ է, ինչը իհարկե չենք բացառում, աշխարհում կան այնպիսի իրադարձություններ, որոնք փոխվելու միանգամից էգզիստենցիալ ռիսկը կա, եթե նույնիսկ դա ճիշտ է, դրա դեմ շտապողական ձևով պայքարելը իմ կարծիքով ուղղակի արագացնում է այդ էգզիստենցիալ խնդիրը։ Դու ոնց որ խաղի կանոնը ընդունում ես ու այդ ուղղակի փրկվելու օրակարգ ես մենակ սահմանում։ Փրկելու օրակարգ, ստոպ շտապել, խնդիրը սխալ է սևակերպում, լուծումները ավելի շտապողական են, ավելի ռեակտիվ են, ու դու արագացնում ես իրականում։ Հետո միշտ ունես լավ բացատրություն, դա էգզիստենցիալ խնդրեմ էր, բա ինչ անել, բայց իրական խնդիրը գուցե սխալ է ձևակերպել։ Պատմությունն է դեռնալ չի հետ տալ նորից ապրել ու տեսնել ոնց կստացվի, բայց ես ինձ այդպես այլ խաղաղ եմ զգում, որ ես ինչ, եթե նույնիսկ խնդրեմ կա էգզիստենցիալ, ապա արհեստական շտապողականությամբ, խնդրի սխալ ձևակերպմամբ մեծ հավանականությամբ ես կարողացնեմ դա։ Ավելի լավ է ես հանգիստ Դե անհամբերությունը բավականին տարածված հատկանիշ է մեր մոտ, այդ գադալ կարա դեր ունենա, որ մարդիկ ուզում են փրկել կամ որ արագ փրկվել, հենց վաղը փրկել, հենց հաջորդ ընտրությունների իմպուլսիվ ինչ որ բան կա։ Ես հասկանում եմ, որ ավելի ոնց որ իրատեսական է խոսել փոքր քայլերով առաջընթացի մասին, բայց այնուամենայնիվ վերջում մի հատ ֆուտուրիստական հարց տամ, հա, երկարաժամկետ հեռանկարում Հայաստանը ինչ տեղ կարա ունենա ոնց որ աշխարհի տեխնոլոգիական քարտեզ վրա կարող ենք ինչ որ բաներ անել, ոնց որ լիարժեք մասնակից կամ նույնիսկ առաջատար դառնալ ինչ որ ոլորտում։ Հա, միանշանակ օրինակներ էլ ունենք, որ ես չեմ սիրում բերել օրինակներ, որ եթե այս երկրի մոտ ստացվել է, ապա անդամների մոտ է ստացվել է Սինգապուր, Էստոնիա եւ այլն, տարբերություններ էլ կան, հա, փոքրության իմաստով կան նմանություններ, լիքնել տարբերություններ, կախված ինչն ես ուզում համոզես, այդ հանգամանքները հեշտությամբ կգտնես։ Իմ կարծիքով այո, բայց
Պարզ բաներ կան, որ եթե փոքրության պատճառով, մարդկանց թվականակի քչության պատճառով կամ ռեսուրսների նվազ կամ որևէ տեսակի լինելու չլինելու պատճառով կհստակ հասկանաս թե մեկը խորության վրա աշխատել է ոչ թե ծավալի, դա բավականական այդ է։ Այսօրվա աշխարհը դրա հնարավորությունը ոնց որ թե տալիս է, որ խորը խնդիրների լուծումը շատ ավելի մեծ ազդեցություն է ոնց որ թե կարողանում ունենալ, քան ծավալի հետ կապված խնդիրները։ Ոչ թե շատ անես, այլ Իմ կարծիքով մենք բավական ճիշտ պատմական պերիոդում ենք, որ այդ հնարավորությունը նորից այդ պատուանը բացվում է, որ խորությամբ կարելի հասնել։ Փոքրությունը ճկունություն է տալի միանշանակ, հա։ Հետո պետք է ինչ-որ ոլորտներ ձևակերպել, ապա ինչքան միշտդիսցիպլինար լինել, ինչքան համախմբող hub լինել, հա։ Մասնագիտականի մասով է դա, այնքան ավելի շանսերը մեծ են, որ բոլոր մեծ ու փոքր խաղացողները այստեղ համարեն լավ պավիլիոն, լավ ինչ-որ մի բան ստուգելու, փորձարկելու, համոզվելու տեղ։ Մեր ոլորտում դրանք շատ լավ, խորը մասնագիտացված նիշաներ են, որոնք ծավալի մասին չեն, այլ ճկունության, փորձագիտության, խորության մասին են։ Այդ ոլորտները իհարկե կան։ Ու այո, պետք է անել, այսինքն Այս անում ենք էլ, դրա մասնակիցներ եմ, հա։ Մենք որ գողջ ենք արագությունից, տեմպից, ինչը նորմալ է, լավ է որ գողջ լինենք, էլի դա էներգիա է տալիս, որ հաջորդ օրը փոխենք։ Դեռ թռիչքողու վրա ենք, էլի, ոնց որ դեռ չենք թռել, բայց երևի, հա, թռիչքողու վրա ենք։ Երազել պետք չի, դա ցարել իհարկե, դա շատ մեծ էներգիա է տալիս։ Կարողանալ վերջապես այդ երազանքի ձևակերպումից որոշներն են նպատակ դարձնել, որոնք վերջնաժամկետ ունեն եւ այլն։ Գնահատել եղած ռեսուրսը հատկապես մարդկային ունենք լավ օրինակներ, ունենք որ եթե մի քիչ այդ համեստացնող փորձառությունը բոլորի մոտ լիներ, կամ շատերի մոտ լիներ, ու ես տեմպը դրական եմ գնահատում մեկը։ Շատ կարևոր էին այս վերջին շեշտադրումները, Խաչիկ, մենք դեռ երկար կարող ենք խոսել, չէ, բայց երևի ժամանակն է ամփոփելու, ինչը դժվար է անել, ուղղակի երևի ասենք, որ Խաչիկի հետ զրույցի շնորհիվ գլոբալ կոնտեքստում նաև կարողացանք հասկանալ, որ բարդ համալիր խնդիրների լուծման առումով ունենք եւ անելիքներ, որի համար պետք է լինել համեստ, հա, եւ համբերատար եւ նաեւ իհարկե կարողություններ, այսինքն նաեւ չխեղճանանք եւ ինքներս մեզ հավատանք ու փոքր քայլերով առաջ գնանք։ Հիշեցնեմ, որ այս բազմաշերտ խնդիրները մենք այսօր քննարկում էինք Broadcom ընկերության ինժեներական տնօրեն Խաչիկ Նազարյանի հետ։ Կհանդիպենք, ստեսություն։